Բարի օր, հայրենակիցներ։ Այսօր երկու լուրջ հարցազրույցներ ունեմ, եթերային հարցազրույցներ, եւ այնտեղ իհարկե ավելի մանրամասն կարտահայտվեմ, բայց մի բան շատ ակնհայտ է, չէ բոլորիս համար։ Մեր այս վերջին շրջանի գրեթե ամեն օրը նոր պատուհասներ է բերում։ Չեղավ մի օր, որ մենք մեր աչքերը բացենք եւ ասենք, վայ, ես ինչ լավ լուր ենք ստացել։ Անպայման միայն բացասական բաներ։ Եվ այստեղ հապաղելը, մանավանդ ընտրությունների պատրաստվելը, դա ոչ թե ծիծաղել է, դա լակոտություն է։ Երկիրը կորցնում ենք, սրանք պատրաստվում են երկրի նման է նրան, որ տեսնում ես, որ տունդ քանդվում է, բայց ասում ես, այսինչ ժամանակվանից ես այս տան տերը կդառնամ։ Մեր տունը քանդվում է։ Այս պայմաններում վճռական քայլեր ու գործողություններ են պետք, շատ արագ, առանց հապաղելու։ Եվ նրանք, ովքեր պետական հարցերով հետաքրքրված են, դրանք նախ եւ առաջ կուսակցություններն են։ Դա քաղաքական ուժերի առաքելությունն է։ Կուսակցություն նշանակում է կառույց, որը հետո կարող է դառնալ պետական կառույց։ Ես նման պայմաններում հապաղումը չեմ հասկանում։ Եվ բոլորը բարբաջում են միասնության մասին, բայց այնքան մեծամիտ են, որ բոլորը պատկերացնում են, որ իրենց շուրջը պետք է համախմբեն։ Դրան էլ դեմ չեմ, բայց մի կարգին բան ասեք, որ ես գամ։ Դուք գիտեք, ես լինելով ազգային ազատագրական պայքարի առաջնորդը 1968 թվականից 19 տարեկան հասակում այդ բեռը վերցրել եմ իմ ուսերին եւ հազարավոր մարդիկ կվկայեն, ոչ մի քայլ չեմ նահանջել։ Տվեք էլի մեկի անունը, որ առաջնորդին գոնե մոտ է եղել, այսինքն առաջնորդությանը։ Ինչևէ, սա ինչի եմ ասում։ Մեր կապարանոց չեմ խոսում, մի բան ունենք, դա մեր պետությունն է։ Մնացյալ բոլորը ատլանտյալներ են, բոլորը։ Անգամ մշակութային մեծ թռիչքներ, ի վերջո դրանք ազգայինին վերաբերում են այնքանով, որքանով որ պետության ներկայացուցիչ է այդ մարդը։ Այլապես սա մեծ անհատ է, Շարլ Ազնավուրը, մեծ անհատ է, շատ մեծ անհատ։ Արամ Խաչատրյանը, Մարզական աշխարհում Տիգրան Պետրոսյան եւ այլն եւ այլն։ Ուրեմն մենք մեր պետությամբ ենք հզոր եւ այս պետությունը, պետականությունը ստացել ենք ձեր խոնարհ ծառայի անմիջական մասնակցությամբ։ Ես այն միամիտներից չեմ, որ ասեմ, ես բերեցի ամեն բան, ոչ։ Կար համաշխարհային գործընթաց եւ Հայաստանում մեր այս ճակատում գլխավոր գործը ես եմ արել։ Գլխավոր գործը արել եմ նաեւ սովետական միության մակարդակով։ Իդուր չի որ դա գնահատվել է որպես խորհրդային միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր եւ առաջնորդ։ Հիմա այս պայմաններում պետք է ստրատեգիական լուծումներ գտնել։ Ինչ են ասում, որ Նիկոլը պետք է հեռացվի, կրսի խփելով ասում։ Հասկացանք, բայց խոսքը միայն Նիկոլի մեջ չէ։ Մենք հայրենիք ենք կորցնում։ Պետք է միավորվել, այո։ Պետք է միավորվել, բայց միավորվել հասկանալի ռազմավարական ծրագրերի շուրջ, ինչպես մեկ անգամ դա արել են ձեր պապերն ու տատերը։ Հիմա ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերի ղեկավարներին անձնական պատասխանատվություն եք կրում ձեր բթամտության համար, եթե չարձագանքեք։ Դա միայն բթամտություն չէ, դա նաև ծախվածություն է։ Եթե դուք չեք արձագանքում անկախության պայքարի առաջնորդի կոչին, նշանակում է դուք ուրիշ բանով եք առաջնորդվում։ Հակաանկախական բաներ։ Չէ որ բոլորը, մանավանդ մեծահասակները, ի վերջո եղել եք իմ հետևորդը, դարձել եք իմ հետևորդը։ Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից վերջացրած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյան, ժամանակին քվեարկել եք, չէ՞, իմ ծրագրերի օգտին։ Սկզբից դեմ եք եղել, հետո եկել եք։ Հիմա չեմ ասում էլի դեմ եղեք, բայց ես հասարակ բան եմ ասում։ Բոլոր չարիքների հիմքում ընկած է մի բան։ Քաղաքացին չէ երկրի տերը։ Այդ գործի 90%-ն արված է։ Եկեք միացեք, շատ արագ 1-2 ամսում այդ հարցը լուծենք։ Ուրեմն սպասում եմ բոլորից։ Ով որ չգա, ով որ չկապի ինձ հետ եւ չասի ինչ ենք անում, նա թող իր վրա խաչ քաշի։ Այսօրվանից ձեր վրա խաչ քաշեք, եթե դուք իմ այս ընդհանրական կոչին չեք արձագանքում։ Իսկ եթե ձեր մեջ կան մարդիկ, որ ասում են, «Ոյ, այսինչ Հայդիկյանի կողքին ես նրա կողքին չեմ կանգնի», թողեք քաղաքականությունը, գնացեք օրիորդաց գիմնազիա։ Գուցե ձեր ծերն էլ փոխեք, որ այնտեղ լավ տեղավորվեք։ Հայաստանի համար, հայրենիքի համար գործ անելիս պիտի գործին նայես եւ գործին հավատարմությանը, այդ փուլից սկսած, երբ հայրենիքիդ վրա հարձակվում են եւ դու խրամատում ես, խրամատի չես փախնում, ասելով որ «Ոյ, կողքինս նախանցյալ տարի ինձ վիրավորել է»։ Ժամանակ չունենք, ամեն օրը նոր շարիքներ է բերում։
խելքներդ, գլուխներդ հավաքեք։ Սա ձեզ ասում է ձեզ ժամանակին դեպի ազգային պետականության վերականգնում առաջնորդած մարդը։